Նրա պապերը հայկական հորովելներ էին երգում, հայրը գնչուական երաժշտություններ կատարում, իսկ ինքը ջազի ասպարեզում է, փայլուն ինքնադրսևորվում։ Մաշա Ղարիբյան, ջազ երգչուհի, դաշնակահար, կոմպոզիտոր, պրոդյուսեր։ Մաշա, պատմեք ձեր արմատների մասին, որտեղացի էին Ղարիբյանները։ Գիտեմ, որ նախապապս եւ նախատատս ապրում էին այժմյան Թուրքիայի Հարպուտ քաղաքում։ Նրանք Ֆրանսիա եկան ցեղասպանությունից հետո։ Այստեղ ծնվեց հայրս եւ ինձ փոխանցեց Ղարիբյան ազգանունը։ Ես գիտեմ, որ ձեր հայրիկը հայտնի երաժիշտ Դեն Ղարիբյանն է, իսկ իրենից առաջ ընտանիքում երաժիշտներ եղել են։ Ոչ, նա միակն էր։ Հայրիկս այն մարդն էր, ով ինձ փոխանցեց երաժշտության հանդեպ իր գիրքը, բեմում լինելու, մարդկանց համար երգելու եւ նվագելու ցանկությունը։ Քույրիկներս երաժշտությամբ չեն զբաղվում։ Մեր ընտանիքում ես միակ երեխան էի, ով մանկուց հետաքրքրվել էր երգելով ու դաշնամուր նվագելով։ Դե ձեր մանկությունը անցել է մի ընտանիքում, ուր երաժշտությունը ամենուր էր։ Կարծում եմ դուք արդեն մանկուց որոշում ունեիք, որ երաժիշտ եք դառնալու։ Այո, որովհետև երբ փոքր էի, տեսնում էի հայրիկին բրաջ խմբի հետ նվագելիս թե Ֆրանսիայում, թե շատ այլ երկրներում։ Քույրերիս հետ մասնակցում էինք խմբի հյուրախաղերին, ձայնագրություններին եւ համերգներին, օգնում էինք հայրիկին փորձերի ժամանակ։ Ես մանկուց շրջապատված էի հայկական, ռուսական, գնչուական ու հունական մեղեդիներով։ Հայրս այդ երաժշտություններ նվագում։ Միևնույն ժամանակ դասական երաժշտություն էի սովորում, դաշնամուր նվագելով։ Այսինքն երաժշտությունը ինձ հետ էր ոչ միայն կենդանի միջավայրում, այլև ես ուսումնասիրում էի այն ակադեմիական մոտեցում ցուցաբերելով։ Տեսեք, մի կողմից դուք մեծացել եք մի ընտանիքում, որտեղ շատ յուրահատուկ երաժշտություն էր հնչում, հա, էթնիկ, ազգային, այսպես քաղաքային ֆոլկլոր, մյուս կողմից դասական երաժշտական կրթություն ստացաք, բայց ի վերջո ավելի շատ ինքնադրսևորում եք ջազի ոլորտում։ Ջազը երբ եկավ ձեր կյանք։ Այո, ջազն ինձ առանձնահատուկ ձևով դուր եկավ, քանի որ այն տարբեր տեսակի երաժշտության խառնուրդ է։ Շատ լավ զգացի դա, երբ եկա Նյու Յորք։ Ես ունեի ֆրանսիական մշակութային ինքնություն, քանի որ ծնվել էի Ֆրանսիայում։ Բայց նաև հայկական ինքնություն ունեմ։ Ու զգացի, որ հենց հայկական ինքնությունս մեծապես ազդեց հեղինակային ոճիս եւ նվագելու ձևի վրա։ Իմպրովիզացիա անելիս զգում էի, որ երաժշտությանս մեջ ինքնաբերաբար հայտնվում էին հայկական հնչյուններ ու երանգներ։ Նյույորքցի երաժիշտները հիացած էին այդ հնչողությունից։ Նաև միշտ շատ եմ սիրել, երբ հայրս երգում էր հայերեն։ Հայրիկիս հայերեն լեզվով երգ կատարելը իր համերգների ամենասիրածս մասն էր։ Երբ բեմից հայկական երգ էր հնչում, ես ու քույրերս դառնում էինք հայրիկի ամենամեծ երկրպագուները։ Հետո սկսեցի իր հետ միասին երգել հայերեն։ Շատ էի ուզում համադրել դաշնամուր նվագելու հմտություններս եւ դասական երաժշտության գիտելիքս հայկական երգի հետ։ Եվ ջազը դա անելու երևի թե միակ հնարավորությունն էր։ Ինձ համար այն ազատության երաժշտությունն էր, քանի որ թույլ էր տալիս ինձ լինել իրական եւ անկեղծ եւ ինքնարտահայտվել առանց սահմանների։ Մաշա Ղարիբյանը մեծացել է երաժշտական ընտանիքում։ Նրա հայրը Դեն Ղարիբյանը հանրահայտ բրաջ խմբի հիմնադիրն էր։ Այն հայտնի էր հայկական, գնչուական, հունական, հրեական ավանդական երաժշտության ժամանակակից մեկնաբանություններով։ Ի տարբերություն հոր, դուստրը ստացել էր դասական կրթություն, դառնալով դաշնակահար։ 2005 թվականին նա որոշեց շարունակել ուսումը Նյու Յորքում, որտեղ ջազային իմպրովիզացիա էր սովորում։ Նրա ուսուցիչների թվում էին ջազի այդպիսի վարպետներ, ինչպիսիք էին Ռալֆ Ալեսին, Գրեգ Տաբորնը, Ռավի Կոլտրեյնը։ Ինքնավստահություն ձեռք բերելով Մաշան սկսել էր ոչ միայն երգել, այլ նաև երաժշտություն գրել, ոգեշնչվելով հայկական ֆոլկլորից, ֆրանսիական շանսոնից ու դասական ջազից։ 2013 թվականին թողարկված դեբյուտային ալբոմը մեծ հաջողություն ունեցավ։ Դրան հաջորդեցին ևս 3-ը, որոնք նույնպես արժանացան քննադատների լավ գնահատականին։ Մեր հայրենակցուհին հաջող ելույթներ է ունեցել Փարիզի, Նյու Յորքի, Օտտավայի, Սան Պաուլոյի, Պեկինի, Երևանի հայտնի ջազային բեմերում։ 2020 թվականին նա դարձավ ֆրանսիական հեղինակավոր Victories du Jazz երաժշտական մրցանակի դափնեկիր, տարվա հայտնություն անվանակարգում։ Իսկ 2023 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից Մաշա Ղարիբյանը պարգևատրվել էր արվեստների ու գրականության շքանշանով։ Kill
Ֆրանսիայում դուք դասական երաժշտի փայլուն կրթություն ստացաք որպես դաշնակահար, իսկ Ամերիկա մեկնեցիք ջազ սովորելու համար։ Այո, կրթության մեծ մասը ստացել եմ Փարիզում։ Դաշնամուրի իմ ուսուցիչը ինձ սովորեցրեց սիրել դասական երաժշտությունը։ Այնուհետև շարունակեցի կրթությունս École Normale de Musique կոնսերվատորիայում։ Այդ ժամանակ համացանցը դեռ նոր էր զարգանում։ Մի օր մի կայքում աչքովս ընկավ շեփորահար Ռալֆ Ալեսի ղեկավարությամբ Նյու Յորքում կայանալիք աշխատարանի հայտարարությունը։ Ես դիմեցի, ընտրվեցի որպես մասնակից եւ արդեն 2 ամիս անց հայտնվեցի Նյու Յորքում։ Այնտեղ պետք է անցկացնեի 3 ամիս մասնակցելով հայտնի երաժիշտների Հարի Քեյնի, Սթիվ Քոլմանի, Վիջայ Այերի, Ջեյսոն Մորանի դասընթացներին։ Այս երաժիշտները դարձել էին իմ ուսուցիչները։ Նրանցից բացի ունեցա հնարավորություն ծանոթանալու Մեքսիկայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ Լեհաստանից եկած տաղանդավոր այլ երաժիշտների հետ։ Շատ հետաքրքիր միջավայր էր աշխարհի տարբեր երկրներից երաժիշտների հետ շփվելու համար։ Ով է ջազում ձեր կուռքը։ At that time, I really loved Oscar Peterson. Մի ժամանակ շատ էի սիրում Օսկար Փիթերսոնին։ Նրա երաժշտությունը լի է ուրախությամբ եւ միշտ ժպիտ է առաջացնում։ Իրեն լսելով զգում ես այդ ջերմացնող էներգիան։ Եւ իհարկե ինձ միշտ տպավորել են իր վիրտուոզ տեխնիկան եւ ազատությունը, որով նա դաշնամուր է նվագում։ Կարծես իրեն դա շատ հեշտ է տրվում։ Հիմա շատ տարված եմ Բրեդ Մեհլդաուի երաժշտությամբ։ Նաեւ սիրում եմ Аарոն Փարքսին եւ իհարկե Տիգրան Համասյանին, ով մեր ժամանակների ամենակարևոր դաշնակահարներից մեկն է։ Դա չափազանցություն չէ, նա իսկապես մեծ երաժիշտ է։ Կան նաեւ ուրիշ երաժիշտներ, որոնց շատ մեծ սիրով եմ լսում։ Աշա, դուք ի սկզբանե որպես դաշնակահար եք ինքնադասավորվում, բայց ավելի ուշ սկսեցիք նաեւ երգել։ Ինչը ձեզ օգնեց զգալ, որ դուք պատրաստ եք։ I first began to sing with my father. Երգել սկսել եմ հայրիկիս հետ, Պապիե Դաղմենի խմբի կազմում, որը նա հիմնադրել էր իր ընկերների հետ 90-ականներին։ Հիշում եմ, թե ինչպես էին հավաքվում ընկերներով մեր տանը եւ փորձ անում, երբ ես դեռ երեխա էի։ Ես միացա իրենց, երբ սկսեցին ձայնագրել առաջին ալբոմը։ Դա իմ առաջին ձայնագրման փորձն էր ստուդիայում։ Եվ առաջին առիթը համոզվելով, որ մարդկանց դուր է գալիս իմ երգելը։ Հորս գործընկերները ասում էին, որ գեղեցիկ ձայն ունեմ, եւ դրանք շատ կարեւոր խոսքեր էին ինձ համար։ Երբ մի բանով ես զբաղվում, շատ օգտակար է հետադարձ կապ ստանալ, որպեսզի հասկանաս արդյոք քո մոտ իսկապես լավ է ստացվում։ Հիշում եմ, երբ առաջին անգամ Հայաստան էինք եկել հորս հետ։ Համերգի ժամանակ կատարել էինք Յարը Մարթուն, Յարակուտա եւ Սարիգելին հայկական ազգային երգերը։ Եվ համերգից հետո մեզ մոտեցավ մի տարեց մարդ, մոտ 85 տարեկան, արցունքներն աչքերին ու ասաց, որ մանկության տարիներից այս երգերը չէր լսել։ Շատ հուզիչ պահ էր։ Դրա շնորհիվ հասկացա, որ հայերեն երգելով ես ոչ միայն ինքս վերամիավորվում եմ իմ ինքնության մի մասի հետ, այլ նաև այլ մարդկանց եմ դրանում օգնում։ Հետաքրքիր է, որ ինչ երկրում էլ երգեմ, լինի Ռուսաստան, Կանադա, Բրազիլիա, թե Չինաստան, հայերեն երգերը ամենաշատն են հիշվում եւ մարդկանց հուզում։ Մաշա Ղարիբյանը հայտնի դարձավ որպես ֆրանսիական Papiers d'Arménie խմբի անդամ։ Կոլեկտիվի անվանումը թարգմանաբար նշանակում է հայկական թուղթ։ 19-րդ դարում Արևմտյան Եվրոպայում այդպես էին անվանում խունկի հիմքով պատրաստված հատուկ բուրավետիչը, որը հայ վաճառականները բերում էին Աֆրիկայից։ Խմբում Մաշան ոչ միայն վոկալիստ է ու ստեղնաշարահար, այլ նաև կատարում է գործիքավորումներ ու զբաղվում է թողարկվող ալբոմների պրոդյուսավորմամբ։ Papiers d'Arménie-ում նրա գործընկերներն էին հայրը, վոկալիստ ու կիթառահար Դեն Ղարիբյանը, ակորդեոնահար Ավետ Դերդերյանը, ջութակահար Ժերար Կարսյանը, դուդուկահար Արտյոմ Մինասյանը։ Խումբը հայ աշուղական երգերի, ռուսական ռոմանսների, հունական ռեբետիկո ոճի երաժշտության հեղինակային մշակումներ էր կատարում։ Քանի որ վերջին տարիներին Papiers d'Arménie-ին կանոնավոր համերգներ չի տալիս, կոլեկտիվի անդամները կենտրոնացան իրենց հեղինակային նախագծերի վրա։ Մաշա Ղարիբյանը ստեղծեց սեփական եռյակը, որը ավելի շատ ջազ է կատարում։ Թիմի կազմում այժմ հանդես են գալիս կոնտրաբասահար Մաուրո Գարգոնան ու թմբկահար Ֆաբիո Ֆավրիոն։ Մաշա Ղարիբյանի եռյակը 4 ալբոմ է թողարկել։ Գիտեմ, որ համագործակցում եք եւ համագործակցել եք այլ արվեստի մարդկանց հետ, դե հայրիկի հետ եք նվագել,
Armenian Papier d'Arménie խմբում եք նվագել, Սիմոն Աբգարյանի հետ եք համագործակցել, հա, իր ներկայացումների համար եք երաժշտություն գրել։ Հայերի հետ այդ կոոպերացիան հետաքրքիր է։ Yes, of course, because we had. Այո, իհարկե, սիրում եմ հայ արտիստների հետ աշխատել, քանի որ իրենց հետ նման ենք մշակութային ու ազգային արժեքներով, պատմության հանդեպ մեր խոր զգացողություններով եւ երաժշտության հետ մեր ունեցած կապով։ Երբ Սիմոն Աբգարյանը առաջին անգամ դիմեց ինձ իր ներկայացման համար երաժշտություն գրելու առաջարկով, ես ընդամենը 23 տարեկան էի։ Դա Նյու Յորք գնալուցս առաջ էր։ Ներկայացման առաջին փորձերի ժամանակ ես ուղղակի փորձում էի զգալ ու իմպրովիզացիաներ անել։ Հետաքրքիր էր, որ ինձ հաջողվեց հայկական յուրահատուկ հնչողություն ստանալ։ Եվ դերասաններին նույնիսկ թվացել էր, որ իրական հայկական ժողովրդական երաժշտություն էի կատարում։ Այս համագործակցությունը շատ կարևոր փորձ էր երաժշտական կարիերայիս համար։ Նաև դրա շնորհիվ սկսեցի ավելի լավ հասկանալ, ինչն է ինձ մոտ լավ ստացվում։ Սիմոնի վստահությունը իմ հանդեպ որպես կոմպոզիտոր մեծ արժեք էր ինձ համար։ Ուրախ էի, որ իր հետ շարունակեցինք համագործակցել ու միասին արեցինք 3-4 ներկայացում։ Երևի թե մեզ նաև միավորում էր հայկական երաժշտության հանդեպ սերը։ Ինձ հեշտ էր հասկանալ, ինչ երաժշտություն էր ուզում ստանալ ներկայացման համար։ Հայը հասկանում է այդ երաժշտությունը։ Օտարը ինչպես է հասկանում այն մեսեջը, որոնք դուք ուզում եք երաժշտության միջոցով հաղորդած լինեք։ It's something I cannot tell because. Ինքս դժվարանում եմ հասկանալ ինչպես։ Օտարազգիները չեն հասկանում լեզուն, որով երգում ենք, սակայն հույզերը կարծես զգում են սրտով ու զգացվում են։ Շատ եմ դա նկատել համերգների ժամանակ հայերեն երգեր երգելիս։ Հետաքրքիր է, չէ՞ որ Ֆրանսիայում հայերը ամենամեծ հաջողությունների հասել են հենց երաժշտության բնագավառում, հա, Շարլ Ազնավուր, Միշել Լեգրան, Անդրե Մանուկյան, Պատրիկ Ֆիորի, Ֆրանսիայում հայերին ընկալում են որպես երաժշտասեր, երաժշտական մարդկանց, հա։ But I think Armenian people are good with music. Կարծում եմ կարելի է ասել, որ հայերը երաժշտությանը մոտ մարդիկ են, որովհետև երաժշտությունը մեր մշակույթի արժեքավոր կենթանի մասն է, որը դարավոր պատմություն է անցել մեզ հետ միասին։ Ոչ բոլոր ազգերը ունեն այդպիսի կապ երաժշտության հետ, եւ կարծում եմ դա մեծ արժեք է մարդկանց համար։ Իսկապես Ֆրանսիայում շատ հայեր կան, որոնք հայտնի են որպես լավ երաժիշտներ։ Ֆրանսիացիները շատ են սիրում հայկական երաժշտությունը, հատկապես երբ այն համադրվում է ջազի հետ։ Նկատել եմ, որ հայկական երաժշտությունից ոգեշնչված գործերս առանձնահատուկ ձևով են տպավորում եւ սիրվում իրենց կողմից։ Ֆրանսիայում ստեղծագործող ազգությամբ հայ հայտնի երաժիշտների մեծ մասը ոչ միայն պահպանում է իր կապը համայնքի ու հայրենիքի հետ, այլև մշտապես ընդգծում է իր հայ լինելը։ Դրանով նրանք նպաստում են հայերիս մասին Եվրոպայում դրական վերաբերմունքի ձևավորմանը։ Երբ պատանի էիք, հայրիկի ղեկավարած խմբի կազմում էիք նվագում, հայրիկին էիք օգնում։ Հիմա հայրիկը իր տրիոյով ձեր համերգներից առաջ է հանդես գալիս նախորդելով ձեզ։ Դուք այդ հայրիկի հետ ձեր կապը ինչ է ձեզ տալիս, ոնց է ոգեշնչում դա ձեզ։ I think just seeing my father. Փոքր տարիքից հայրիկիս բեմում տեսնելը արդեն իսկ ինձ վստահություն է տվել եւ ոգեշնչել, որպիսի դառնամ երաժիշտ։ Գիտեի, որ այս ճանապարհը հեշտ չէր լինելու։ Որպես երաժիշտ պետք է անընդհատ մտածեի առաջխաղացման մասին, ինչպես զարգացնեի կարիերաս, վաճառեի ալբոմներս, մեծացնեի լսարանս եւ որ հարթակներում գովազդեի ինքս ինձ։ Այդ հարցերում հմտանալը երկար տարիների փորձ է պահանջում։ Եվ ես բախտավոր եմ, որ ծանոթացել եմ այս միջավայրին դեռ երբ երեխա էի։ Հորս հիմնադրած Բրաջ խմբի օրինակով հասկացա, որ երաժշտական կարիերայում լինում են վերելքներ ու անկումներ։ Ինձ մոտ էլ հենց այդպես է եղել, բայց ես չեմ կորցրել վստահությունս եւ չեմ վախեցել առաջ գնալ։ Երբ համերգների ժամանակ տեսնում եմ, թե ինչպես է երաժշտությունս հուզում մարդկանց, դա ինձ ջերմություն է հաղորդում եւ ուժ է տալիս շարունակելու համար։ Եվ այս ամենը ես տեսել եմ նաեւ հայրիկիս ամբողջ կարիերայի ընթացքում։ Քանի անգամ եք Հայաստանում եղել, Մաշա։ 6 times. Yes, 6 անգամ։ Վերջին անգամ 10 օր առաջ եմ եղել այնտեղ։ Երևանում ազգային պատկերասրահում Սփյուռքի ֆորումի շրջանակներում կազմակերպված համերգին էի նվագում։ Այնտեղ հավաքվել էին տարբեր հայազգի արտիստներ Կանադայից, Լեհաստանից, Ռումինիայից, Իտալիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից։ Փորձում էինք հասկանալ ինչպես ամրապնդենք կապը տեղացի եւ արտասահմանում ապրող հայ ստեղծագործողների միջև։ Ուզում էինք փորձել մի արժեքավոր բան ստեղծել միասին։ Շատ հայազգի արտիստներ, այդ թվում ես եւ հայրս, միայնակ ենք ստեղծագործում եւ զարգացնում մեր կարիերաները։ Սակայն կարծում եմ շատ կարեւոր է պահել կապը հայ արտիստների հետ, փորձել միասին աշխատել եւ ստեղծագործել։ Դա ել ավելի լավ արդյունք կտա։ Մաշա, հրաշալի է, որ դուք ոչ թե զբաղվում եք մաքուր արվեստով, ինչպես ոմանք են գերադասում, այլ պահպանում եք ձեր մեջ այդ հայկականությունը եւ օգտագործում եք ձեր ստեղծագործություններում։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։
Մաշա, իմ ավանդական հուշանվերը անամոր կոչվող այս գինին Մանուկյան ընկերությունը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, այդպես էլ կոչվում է անամոր աշխարհի հայերը։ Ձեր հաջորդ համերգի հաջողությունը խնդրեմ այս գինով նշեք, իսկ այս գինու հետ շատ համեղ է Մարլենկա քաղցրավենիքը, որը Չեխիայում մեր հայրենակիցն է արտադրում։ Շատ մերսի։ Շնորհակալ եմ։